քաղաքական ծրագրի մասին մեր հասարակության մոտ 90%-ը տեղյակ չի։ Խոսքը գնում է անհատների մասին։ Քվեարկում են Սամվել Կարապետյանի օգտին, քվեարկում են Ռոբերտ Քոչարյանի օգտին, քվեարկում են Նիկոլ Փաշինյանի օգտին, այսինքն անհատների վրա է ամեն ինչ։ Նոր մենք քիչ առաջ խոսում էինք, որ իրավիճակը այնց է, որ պատմական իրավիճակը, որ անհատները շատ մեծ դեր ունեն։ Հիմա խոսքը անհատների մասին է։ Վստահ եմ ժողովրդի զգալի մեծամասնությունը տեղյակ չի այն ծրագրերից, ինչ որ իրանք պետք է անեն, եւ եթե նույնիսկ որոշները տեղյակ են, էական տարբերություն չկա այդ ծրագրերի մեջ։ Ես դրա համար կարծում եմ, որ պետք է քաղաքական ուժերին հարցեր տալ, այն հարցերը, որ մեր ազգային խնդիրների հետ են կապված։ Մի հատ տվեք այդ հարցերը, տեսեք այս մարդիկ ինչ են պատասխանում։ Շատ ակնհայտ է, չէ՞, որ քաղաքական մի ուժը ասում է, որ ցեղասպանությունը ճանաչելը երկրորդական է, որ պետք չի հիմա ճանաչել ցեղասպանությունը, պետք չի այդ ուղղությամբ աշխատանք տանել, պետք է մոռանալ այդ, ասում է, որ պետք է Արցախի մասին չխոսել, Արցախը ընդհանրապես պետք է հանել։ Վերաբերյալ կարծես թե գրեթե նույն պատասխաններն են հնչում։